ներկայացմանը I do agree with Mr. Ես համաձայն եմ պարոն Խաչատրյանի հետ, ոչ Արտուր Խաչատրյանի, Էդգար Խաչատրյանի հետ։ Ես կարծում եմ, որ բոլոր հայերը, ոչ մի հայ չի կարողանում ապրել նման երկրում։ Ես չեմ կարծում, որ որևէ մարդ արարած երկիր մոլորակի վրա կցանկանար նման երկրում ապրել։ Եվ ինձ համար զարմանալի է, որ իր ներկայացման մեջ որևէ խոսք չասվեց այն փաստի մասին, որ իրապես որոշ դեպքերում մենք ապրում ենք նման պետությունում։ Մենք ավելի քան 40 քաղբանտարկյալներ ունենք։ Եվ ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները եւ խորհրդանական ընդդիմությունը որ ասում են, որ սա պետք է ներկայացումից դուրս մնար, բայց EPP բանաձև ասում է, որ Հայաստանը ունի քաղբանտարկյալներ։ Ես զարմանում եմ, թե ինչպես այս ներկայացման մեջ այս փաստը չներառվեց։ Մենք մի երկրում ենք, որտեղ ընդդիմադիր խորհրդարանականները բանտում են, նրանք բոլորը քաղաքական մոտիվացված հանցագործությունների համար են դատվել։ Մեկ բառով ավելի քան 40 մարդ եւ ես զարմացած եմ, որ սա ներկայացման մեջ չկար։ Ես նաեւ զարմացած եմ, որ բաժանությունների մասին չի շեշտվել։ Մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից է սա գրանցվել, ոչ մի խոսք բառ չկար։ Շատ միջազգային կազմակերպությունների նորից խոսել են, որ սա ունի խնդիրներ եւ սա ղեկավարվում է, դատական համակարգը ղեկավարվում է կառավարության կողմից եւ դա նույնպես խնդիրներ ունի, շատ խնդիրներ։ Եվ ես հիմա խորհրդարանում եմ, որպեսզի խոսեմ դրա մասին եւ շատ լավ կլինի ապագայում մեր զեկույցներում, մեր հաշվետվություններում իսկական իրականությունը ներառենք եւ ոչ թե այն ձեածանները, որ նման զեկույցներում ներկայացվում են։ Շնորհակալություն։ Գուցե նա վերադառնա, չգիտեմ հիմա նա որտեղ է։ Եկեք նույն ուղղությամբ շարժվենք, հետո կանդրադառնանք Սերգեյին։ Գնայք եւ պարոնայք, հարգարժան ընկերներ, ինձ այն եմ ուզում բարձրացնել Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ, ինչպես իմ գործընկերը ասաց, մենք ունենք ավելի քան 40 բանտարկյալներ բանտերում։ Staging coup d'etat or attempts of staging coup d'etat to bribery. And the accusations is staging coup d'etat basically grounded in and investigators reading these people birth. Այս մարդիկ ինչի մասին մտածում, ինչ են նրանք կարել, որտեղ է direct crossing the frontier between իրական սահմանը մտադրության միջև, որը ոչ ոք չի կարող կարդալ, եւ գործողության միջև։ Մեր գործընկերը, մեր խմբակցության անդամը բանտում է։ Նա բանտում է հենց որ այս խորհրդարանը բացվեց։ Բայց ամիսն այնտեղ էր եւ բաց թողնվեց նրանց տող, որ սանատրական դատարանը ասաց, որ օրինակ որևէ հետևանք եղավ դրա համար, ոչ մի որևէ մեկը պատժվեց դրա համար, բանտում կա անձ ուղղակի մեկնաբանության համար։ Եթե հարձակումները եկեղեցու վրա շարունակվեն, մենք կդիմենք մեր միջոցներին։ Եվ դատախազը, գլխավոր դատախազը, որը քաղաքական նկրտումներ ունեցող անձը, նա գլխավոր դատախազն է։ Եվ այս անձը հիմա բանտում է եւ արգելվում է նրան այցելությունը։ Եվ իրավապաշտպանը միայն իր Facebook-ին հետևության համար որտեղ ասվում էր, որ
այնինչ դատավորներ, դատախազները heavens եւ քննիչները անում են դրա համար նրանք կդատվեն երկնքում, սա որպես իրավախախտում դիտարկվեց եւ տեսակարգվեց, he was arrested by նա բանտարկվեց Italy and he is դաժան կերպով detained for 2 months. եւ նա 2 ամիս է կալանավորված է առանց այցելության իրավունքի։ Attack on local self-government. Հարձակումներ տեղական ինքնակառավարման մարմինների վրա, Mayor of the second largest city, member of opposition, not from ամենամեծ քաղաքի jail քաղաքապետը, որը ընդդիմության ներկայացուցիչ էր, բանտում է for bribes. And you know, դատապարտված կաշառքի համար եւ դուք գիտեք քանի մարդ է Երևանից գնացել։ commandos, riot police, equivalent of National Guard, they stormed into the Նրանք council. The elected mayor of the third largest city. երրորդ ամենամեծ քաղաքի His ղեկավարը բանտարկվել էր, նա 2.5 տարի անցկացրել է բանտում։ mayors of other towns. Այլ քաղաքների are քաղաքապետները, որոնք ընդդիմության անդամներ են, բանտում են opposition եւ mayor ընդդիմադիր քաղաքապետը սպանվել arrested եւ այն մարդիկ, որոնք բանտարկվել են նրան սպանելու համար, մարդասպանության համար, or linked or have relations to the leading party. I'm Գործող not the leading party. I respect իշխանության կուսակցության հետ կապ ունեցող են։ Ես նրանց չեմ նեղացնում, ես միայն փաստ եմ ասում, բայց թե դուք գնաք այդ քաղաք, կան ասեկոսներ։ and the one who was arrested Եվ again մեկը նորից բանտարկվել է, links with the նա նորից գործող իշխանության հետ կապ ունի։ press. Okay? How many Որքան against the press բողոքներ կան appeals? մամուլի դեմ դատարաններում, ինչքան միլիոնավոր դրամներ Cases քաղաքացիական դեպքերի leading party from the գործող իշխանությունից, կուսակցությունից, գործադիր իշխանությունից մամուլի դեմ leading human rights եւ մարդու իրավունքների առաջատար կազմակերպությունները and this assembly cannot pretend it does not see it. չենք կարող մենք ձևացնել, չենք կարող ձևացնել, թե նրանք չեն տեսնում կամ չեն լսում։ Շնորհակալություն, Սերգեյ, դուք ցանկանում եք շարունակել։ Գուցե ոչ